Դաշտի խոշորացմանը, քանի որ ակնհայտ է, որ ազգային ժողովի 3-4 ուժից ավելի չի անցնելու եւ այսպես չէ կարծում, որ միավորմամբ է հնարավոր հաղթել Նիկոլ Փաշինյանին նրա իշխանությանը։ Ես չեմ կարող ասել այսօր, որ ազգային ժողովում դուք նկատի ունեք նոր ընտրվելիք ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն, կարծում եմ Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն 4 ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժեր, որոնք հնարավորություն ունեն լինել ազգային ժողովում։ Որոնք են այդ ուժերը։ Եկեք Պարոն Քոչարյանը շեշտել է, պարոն Սարգսյան, ցանկալի է, որ դուք էլ շեշտեք։ Դուք ոնց որ առաջի անգամ եք գալիս այստեղ հաղթազրույց։ Ես խնդրել եմ, որ պարոն Քոչարյանը ինձ հարցեր չտաք։ Մենք չենք կարող ձեզ հարցեր չտալ Հայաստանի երկրորդ նախագահի եւ մեկ այլ ընդդիմադիրի վերաբերյալ, որքան էլ դուք դա ուզում եք չեք որքան էլ դուք դա չեք ցանկանում։ Արդյոք դուք համարում եք, որ դուք իրավունքներ ունեք, ես չէ։ Դուք իրավունք ունեք, ես էլ իրավունք ունենք հարցեր հնչեցնելու եւ Ճիշտ է, ես էլ իրավունք ունեմ այդ հարցերին կամ չպատասխանելու կամ Պարոն նախագահ, ներողություն 26 թվականի ընտրությունների հետ կապված արդեն 1 տասնյակից ավել կուսակցություններ կամ չգիտեմ դաշինքներ ցանկություն են հայտնել մասնակցելու 26 թվականի ընտրություններին։ Դուք դեռևս Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այսպես ասած, որոշում չունեք։ Արդյոք վերանայել եք կամ կարող եք պատասխանել այդ հարցին, մասնակցելու եք թե ոչ, մենք մեր որոշումը չենք վերանայել։ Մենք այսօր նախապատվությունը տալիս ենք իմպիչմենտին եւ կարծում եմ բոլորդ էլ տեսնում եք, որ խորհրդարանական ընդդիմության իրական կոնսոլիդացիան շատ լավ հնարավորություններ է բացում իմպիչմենտի հետագա իրականացման գործում։ Ես ընդհանրապես շատ զարմացած եմ էլի այն մարդկանց վրա, հատկապես այն քաղաքական ուժերի, ովքեր փորձում են իմպիչմենտը հակադրել ընտրություններին։ Բայց ինչպես կարելի է հակադրել։ Դրանք երկուսն էլ սահմանադրական, չասեմ միջոցառումներ, ամենայն դեպս սահմանադրական դրույթներ են։ Այսպես թե այնպես ընտրությունները կայանալու են։ Եվ սահմանադրությունը հստակ ընդգծում է, որ իմպիչմենտը ճգնաժամային լուծման գործիք է։ Եթե մարդիկ կարծում են, որ այսօր Հայաստանում ճգնաժամ չկա, մենք այդպես չենք կարծում։ Եվ մենք համարում ենք, որ օր առաջ սրանց իշխանություններից հեռացնելը միայն ու միայն Հայաստանին օգուտ է։ Այնպես որ կգա ժամանակը, մենք մեր կարծիքը կհայտնենք։ Պարոն Սարգսյան, դուք Նիկոլ Փաշինյանին չեք ճանաչում, երբ որ ընդդիմադիր գործիչ էր, երբ իրեն 2018 թվականին իշխանություն տվեցիք։ Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Ես այդ մարդուն ցեն շատ մոտիկից երևի տեսել եմ մաքսիմում 3 անգամ։ Դա մի անգամ եղել է 93-ի վերջ, 94-ի սկիզբ, մի անգամ եղել է, եթե չեմ սխալվում, 98-ին, երբ որ դատարանում ենք, այսպես ասեմ, հանդիպել, տեսել, եւ մի անգամ էլ 18 թվականի մարիոտում, ուրիշ որևէ տեղ ես այդ մարդուն չեմ տեսել, չեմ հանդիպել, եւ ոչ էլ միջնորդավորված խոսել եմ, եւ ոչ էլ հեռախոսակապ եմ ունեցել, որևէ բան չեմ ունեցել։ Ինչ է նշանակում ճանաչել։ Իհարկե, բազա չէ, ես տեղյակ էի այն բոլոր հրավերներին, այն բոլոր ստախոսություններին, այն բոլոր շանտաժներին, որ տպագրվում էր նրա կողմից խմբագրվող թերթը։ Մինչ այդ էլ մեկ այլ թերթում, որտեղ ինքը չէր խմբագրում։ Այնպես որ ասել եք, ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի։ Դրանք ուժեր էին, որոնք ցանկանում էին Հայաստանում, թե աշխարհում տեղի ունեցող գործընթացներ կառավարել։ Ի վերջո ովքեր էին այդ ուժերը կապված։ Ես ի գիտություն ձեզ հայտնել եմ, որ 18 թվականի մասին
ես այլևս չեմ խոսելու։ Խոսելու եմ մի անգամ, մի քիչ էլ համբերությամբ լցվեք, շուտով ուղիղ հեռարձակմամբ ձեզ բոլորիդ էլ նաև հնարավորություն է տրվելու հարցեր ուղղելու, շատ հանգիստ կարող եք ուղղել եւ լսել ձեր հարցերի Հիմա էլ ենք ուղերի պատասխանները։ եթերում կար նախագահացը եկել է այդ պահի վերջո 7 տարի անցել է ձեր հրաժարականից անընդհատ ասում եք որ շուտով կխոսեմ ու չեք խոսում։ Անընդհատ չեմ ասում, ես դա ասել եմ ընդամենը անցյալ տարվա։ Չէ, Անընդհատ նախագահ մտավախություն չունեք